Եվս մեկ կարգալույց հոգևորական ու Հովանավանքից Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվող պատարագ, Հայաստանում Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, Ռուսաստանում Պարգևատրում Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանին։ Եկեղեցական քաղաքական հարցերն անցնող շաբաթ էլի օրակարգում էին։ Նոյեմբերի 4-ին Մայրաթորում մեկնարկեց հոգևոր Գերագույն խորհրդի ժողովը, տարին 2 անգամ է այն անցկացվում Գարնանը, Աշնանը, տևում մի քանի օր, կախված օրակարգից։ Սա հերթական ժողովն է, մանրամասնում է Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրենը։ Կարծեմ ունենք 1 կամ 2 բացականեր, եկեք չնշեմ անուններ։ Իսկ կազմում ոչ միայն հոգևոր անդամներ են, այլև աշխարհիկ։ Տարբեր հարցեր են։ Դիազորված չեմ հայտարարելու, գոյություն ունի Մայրաթորի լրատվական, տեղեկատվական ծառայություն, որը հայտարարություն կանի։ Վեհարանի մուտքի մոտ երկար սպասեցինք, բայց խորհրդի անդամներից միայն օպերատիվ հարցերի նախկին նախարար Շահեն Կարամանուկյանը այս դարպասից դուրս եկավ։ Թեպետ Վեհարան մտնող դուրս եկող հոգևորականները ասում էին, ներսում ժողովն ընթանում է, ընդմիջմանը պետք է որ նաև դուրս գան, դուրս չեկան։ Արկա մարտահրավերները, ապօրինի կալանավորված եւ ձերբակալված եկեղեցականների հարցն է, եկեղեցական, թեմական, տարբեր վարչական, կանոնական տարբեր հարցեր։ Իսկ կաթողիկոսի կաթողիկոսական գահին լինել մնալու հարցը քննարկվում է, հարցին Տեր Եսայի քահանա Արթենյանն արձագանքում է հոգևոր խորհրդի ու բոլորի անունից։ Գերագույն հոգևոր խորհրդի եւ առհասարակ մենք բոլորս աղոթում ենք Վեհափար Հայրապետի երկար տարիների գահակալության համար եւ երբևէ նման հարց չի կարող քննարկվել։ Վստահեցնում է Մայրաթորի ներսում հակասություններ չկան, բայց օրինակ Հովանավանքի Տեր Արամ քահանայի կարգալուծության որոշմանը մեկ եպիսկոպոս Գևորգ Սրբազանը դեմ էր եղել։ Տեր Արամի մատուցած պատարագին միացել էին նաև Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու եւ Հաղարծինի վանքի հոգևորականները։ Վերջինս մի քանի օր առաջ եւս կարգալույց հայտարարվեց։ Վարչապետը ինչպես Հայաստանի ցանկացած քաղաքացի իրավունք ունի մասնակցելու ցանկացած տեղ պատարագների հոգևոր արարողության։ Հովանավանքում Մայրաթորի կողմից կարգալույց ճանաչված Տեր Արամի մատուցած պատարագն էլ պատարագ է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն arczepiskopos Միրզախանյանի համար, չնայած Մայրաթորն իր պաշտոնական հաղորդագրության մեջ այն ներկայացնում է որպես սրբապիղծ բեմականացում, նշում Հովանավանքի վերասրբադասման անհրաժեշտության մասին։ Դա պատարագ է ձեզ Սրբազան։ Պատարագ չի։ Հիսուս ասում է, որտեղ իմ անունով 2-3 հոգի հավաքվում են, ես այնտեղ եմ։ Հիմա դրա անունը ներողություն, մեկ վարքյան ասեմ։ Դրա անունը կդնեք պատարագ, ժամերգություն, թե հոգևոր երաժշտության օր, դա տարբեր է։ Ես ասում եմ, դու գնացեք հարցրեք ով համարել է, ինչ։ Ասում եմ, ես Մայրաթորն եմ։ Դուք Մայրաթորի միաբաններից եք։ Այո, բայց Մայրաթորը ունի իր պաշտոնական արտահայտությունը։ Թող Մայրաթորը պատասխանի այդ ամենը։ Մայրաթորի պաշտոնական պատասխանների ու Վազգեն arczepiskopos Միրզախանյանի միջև հակասությունը դեռ ամիսներ առաջ հրապարակային արտահայտվեց, երբ Տալինի հայկական եկեղեցում arczepiskopos-ը օրհնել էր վարչապետին, ողջունել նրա քայլերը դեպի Եվրամիություն։ Մեր աղոթքն է, որ պարոն վարչապետ, ձեր այն ծրագրերը, որ ունեք խաղաղության եւ մեր Հայաստանի հարևանների հետ հաշտության, դինի հաջողությամբ։ Մայրաթորից աղոթքի այս խոսքերը վիճահարույց էին համարել, նշել էին թեմակալ առաջնորդի արտահայտած որոշ մտքեր ու դատողություններ խիստ սուբյեկտիվ են, անհատական եւ վերագրելի չեն եկեղեցուն։ Հորդորել էին լինել շրջահայաց։ Դեռ այդ օրերին էր տարբեր վերլուծաբանների, փորձագետների, քաղաքագետների զարմացրել Մայրաթորի հաղորդագրությունը այն դեպքում, երբ ամենայն հայոց կաթողիկոսն ու Մայրաթորի տեղեկատվական շտաբը լուր էին վերջին 1 տարում տարբեր բարձրաստիճան հոգևորականների քաղաքական տարբեր հայտարարությունների, հասարակության տարբեր շերտերի պիտակավորումների, անգամ իշխանափոխությանն ուղղված գործողությունների նկատմամբ։ Հայաստանի ծառայական եկեղեցին այսօր քաղաքական միավոր է դարձել, ինչը շատ ցավալի է։ Մեր եկեղեցին միշտ քաղաքականությամբ զբաղվել է, բայց այն ժամանակ, երբ որ մենք պետություն չենք ունեցել, Աստծունը ասում, կայսրինը կայսրին պատգամի մեջ ստորաբաժանված են հոգևոր կյանքը, ֆիզիկական կյանքը, դրանք իրար ծառայում են, իրար չեն հակասում, բայց իրար հակասում են այն ժամանակ, երբ որ դու Աստծունը բերում տալիս ես կայսրին, կայսրի դեմս էլ փախցնում, տանում եւ տալիս ես Աստծուն։
Այս վիճակն է հիմա մեր ներկա ժամանակում։ Կարծում է այսպիսի հետևանքները տեսանելի են եղել նաև եկեղեցու համար, իր կամքով չի ներգրավվել քաղաքական գործընթացներին։ Եկեղեցի պետություն, հակասություն այսօր գոյություն չունի։ Գոյություն ունի եկեղեցու քաղաքական իրավիճակներ ստանձնելու ուրեմն պարտավորություն, որը անհանդուրժելի է։ Մեր եկեղեցու ուսերին դրել են քաղաքական պետական գործառույթներ եւ օգտագործում են իրենց շահերի, իրենց նպատակների համար։ Դա շատ տխուր է, շատ ողբերգական է։ Իսկ ինչու եկեղեցին չի հրաժարվում ըստ Հակոբ Մովսեսի ձևակերպումների իրեն պարտադրված քաղաքական գործառույթներից։ Չի կարող, որովհետեւ թույլ չեն տա։ Թույլ չեն տա։ Կարծում է ի վերջո եկեղեցին կգնա նորոգման ճանապարհով։ Վազգեն arczepiskopos-ը հանգուցալուծումը տեսնում է զրույցի միջոցով։ Ճիշտ պիտի լինի, որ երկու կողմի մեր ղեկավարները, որպես մեր ազգի եւ պետության ներկայացուցիչներ, նստեն երկխոսության եւ բոլոր հարցերին լուծում տան։ Հակոբ Մովսեսի կարծիքով եւս երկխոսությունը լավագույն ելքը կլիներ, բայց այն չի եղել ու չի լինի, քանի որ երկխոսության մի կողմին թույլ չեն տվել երկխոսելու։ Շարունակում է, այսօր էլ Մայր Աթոռից ուղիղ չեն պատասխանում ուղիղ հնչող հարցերին։ Եկեղեցին ըստ անհրաժեշտության բոլոր հնարավոր մեղադրանքներին ըստ անհրաժեշտության պատասխանում է, որին որ հարկ է համարում։ Կարծում եմ, որ այն փաստաթղթերը, որ հրապարակված են, ակնհայտ է դարձնում, որ Խորհրդային Միության ժամանակներից այո նա հավաքագրվել է որպես պակ գործակալ եւ դա փաստ է։ Եթե որևէ մեկին մեղադրանք ես ներկայացնում, այն էլ այդպիսի ամբիոնից կամ այդպես պաշտոնական պաշտոնյայի շուրթերից երբ որ հնչում է երկրի առաջի դեմքի ան, ուրեմն այդ դեպքում շատ կարևոր է որ խոսեն փաստերով։ Մենք չէ որ պիտի հերքենք կամ հաստատենք։ Խոսքը կաթողիկոսի եղբոր Եզրաս arczepiskopos-ի մասին է, որը Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդն է։ Օրերս էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ազգային միասնության օրվա առթիվ պարգևատրել էր Նևսկու շքանշանով։ И Новонахичеванской епархии Святой Армянской Апостольской Православной Церкви. Տեր Եսային բացատրում է նաև, թե ինչու են պարգևատրման ժամանակ ներկայացրել որպես հայ առաքելական Սուրբ Ուղղափառ եկեղեցու հոգևորական։ Օտար լեզուներով, թե անգլերեն, թե ռուսերեն լեզուներով մենք նաև հայ առաքելական եկեղեցու պաշտոնական անվանը ավելացնում ենք ուղղափառ օրթոդոքս բառը եւ դա շատ բնական է եւ շատ որևէ հակասություն չկա։ Իսկ արդյոք հակասություն կա կաթողիկոսության եւ կաթողիկոս լինելու ընթացքում երեխա ունենալու փաստի միջև։ Հերթական անգամ է հարցը հրապարակային հնչեցնում Նիկոլ Փաշինյանը։ Որը մեկ ինչի չի որևէ փորձագետի, մասնագետի Մայր Աթոռի ներկայացուցիչ ես հարցը տալիս։ Ուղիղ պատասխաններ ակնկալելու ակնկալիքը ավելի շատ մանիպուլյացիա է, քան թե իրականում այդ հարցին պատասխան ակնկալելու որևէ անկեղծ ձգտում եւ կարծում եմ այդ հարցադրման եւ հարցադրումը եւ շեշտադրումը արդեն իսկ խոսում են այդ մանիպուլյացիոն բնույթի մասին այդ հարցադրման։ Մայր Աթոռը վեհապար հայրապետը որևէ հարցի, եթե անհրաժեշտ համարի ինքը կպատասխանի կամ տեղեկատվական համակարգի միջոցով կամ իր շուրթերով։ Ինքն միևնույն է ուղիղ չենք պատասխանում կա Ինչին ուղիղ պատասխանենք։ Հարցեր կան, որոնք այդ հարցերը ուղղակի անիմաստ են եւ այդ հարցերը անհեթեթ են։ Եկեղեցու նորոգումը ավետարանական հասկացություն է, թող մեր ժողովուրդը բացի նոր կտակարանը, Հովանու ավետարանը եւ կարդա երկրորդ գլուխը, որտեղ Հիսուս մտավ ուրեմն տաճար եւ դուրս արեց տաճարում բնակվող բոլոր նպարավաճառներին, լումայափոխներին, չգիտեմ, աղավնավաճառներին եւ ասեց իմ հորը, իմ հոր տունը առևտրի տուն չի, եկեղեցին առևտրի կենտրոն չի, ոչ միայն ուղիղ իմաստով, այլ նաեւ հարաբերությունների եւ ինչու՞ չէ գաղափարների իմաստով։ Եկեղեցու կարիքն այսօր հատկապես մեծ է հասարակության մեջ, որ մեղմվի բևեռվածությունը, ատելությանը փոխարինի սերը, քանի որ քրիստոնեության հիմքում հենց սերն է։ Մենք ունենանք եկեղեցական, որի ձեռքը համբուրելիս մենք ակնածանք զգանք։ Օրգանիզմը առողջացնող բոլոր վիրահատությունները ցավոտ են լինում։ Վիրահատությունից հետո օրգանիզմը կազդուրվում է։ Իրինամ Կրշյան, Դավիթ Մաչկալյան, Հովանես Քյուրքչյան եւ Կարեն Բաղդասարյան, Կիրակնորյա լուրեր։